Ողջույն արգելի հետևորդներ, ողջույն Վահան։ Ողջույն Դավիթ, ողջույն համացանցյան հասարակությանը։ Եվ այսօր ուղևորվում ենք դեպի Կենտրոն համայնք։ Իսկ ավելի կոնկրետ Մամուլի շենք, սիրով պատվերն ընդունված է, որովհետև այնտեղ մեզ սպասում է Հովհաննես Դավթյանը, դերասան, պրոդյուսեր, հումորիստ, սցենարիստ, HD Production-ի հիմնադիր։ մարդ օրկեստր։ Գնանք բացահայտենք HD Production-ը։ Գնանք բացահայտելու HD Production-ը, իդեպ մեզ հետևող մարդկանց համար ես փոքրիկ նորություն ունեմ, թե ինչ նորության մասին է խոսքը, կիմանաք արդեն նկարահանումների ընթացքում։ Դու նույնպես Դավիթ։ Գերեցիր։ Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез Слобода. Давайте быть довольными, а не идеальными. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Բարև ձեզ Հովհաննես։ Վահան ջան, ողջույն եղբայր։ Ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, չէին սպասում հաղորդման շրջանակներում մի փոքր այլ կերպով հանդիպեցինք, որովհետեւ ձեզ ֆիզիկապես հնարավոր չէ ուղղակի տանը բռնացնել։ Տանը չեմ լինում, գիտեմ դուք տներ եք գնում, բայց համել ոնց որ մի հատ տարածություն կա, որ վերջին տարիներին էտա դարել մեր տունը, ոչ միայն իմ, նաև իմ թիմի, ընկերների, գործընկերների, այդտեղ եք եկել մի խոսքով։ Հանդիպեցինք HD School-ի տարածքում, HD School-ի, HD Production-ի, մեր գործունեության, վիդեոարտադրության, բեմական Հովհաննես, ինչու ընտրվեց այս տարածքը նախ, որովհետև կենտրոնում է, որովհետև հարմար է, թե այլ պատճառներ կան նաև։ Շատ արագ ասեմ ոնց եղավ, մենք երբ որ սկսեցինք արդեն այդ վիդեո արտադրությունը, որ պետք է հավաքվենք սցենար գրեինք տղաների հետ, անկեղծ ասած գումար ես չունեի, որ ոնց որ տարածք վարձեմ, մենք այգիներում, տես ծառերի տակ, խոտերի վրա տակ սեզոն էր, հետո սրճարաններում կամաց հավաքվել գրել բան, ստացվեց, որ արդեն իմացանք այստեղ տարածք կա հարմար գնով, տես շատ վատ վիճակում, բայց գոնե տարածք։ Եկանք տենց մի սենյակ վերցրեցինք, վարձով, հետո 2-3 եւ այլ, տենց սկսվեց գործունեությունը։ Գնանք հիմա ներսի տարածք, հասկանանք, թե ինչ է դարձել, իհարկե ես տեղյակ եմ, թե ինչ է ներսում կատարվում, բայց ամեն դեպքում մեզ հետևող մարդիկ նույնպես ցանկություն ունեն տեսնելու։ Բարև ձեզ։ Ես գիտեմ, որ դուք տիտանական աշխատանք եք տարել այս ամենը շատ ավելի ներկայանալի դարձնելու համար։ Դե հիմա տենց չեմ էլ ուզում դնեմ գլուխս գովեմ, բայց հա ահագին մեծ ռեսուրս, գումարներ, էներգիա, ժամանակ, առողջություն, ներվ, էլ ինչ ասեմ, այդքան բաներ ծախսվել են վերջին 3 տարում, դրանցից ամենաահավորը առողջությունն է, որ կորում է, թե չէ մնացածը փոխարինելի է, էլի։ Գնանք ներս Հովհաննես, գնանք ներս, հասկանանք ինչ է ներսում կատարվում։ Եվ այսպես, հասնում ենք մի տեղ, որտեղից մուտք են գործում դեպի HD School։ Այո, այստեղ մամուլի շենքի երկրորդ հարկում է մեր հանգրվանը, մեր ողջ գործունեությունը համատեղվել։ Այստեղ է նաև production-ի տարածքը, թե production-ը այլ տեղում է գտնվում։ Production ասվածը, այո, իր սենյակներով այստեղ է, այս մեր դպրոցն է։ Բարև ձեզ։ Ինչպես եք Մակար։ Մակարը իմ լավ ընկերն է, գործընկերն է, production-ի, դպրոցի, վիդեո արտադրության, բոլոր մեր գործունեությունների շատ կարևոր մարդը, տնօրենը, ադմինը, օգնողը, ադմիններ ունենք արդեն, Մակարը տնօրենն է արդեն։ Տենց, Մակարը։ Մակար, ինչպես են աշխատանքները ընթանում HD Production-ում առհասարակ։ Շատ աշխույժ։ Իսկ դժվար է լինել Հովհաննես Դավթյանի ղեկավարության ներքո, թե Ցանկացած գործի դեպքում կա դժվարություններ, բայց
Այս ամեն ինչը սիրով ենք։ Ես պատասխանեմ, ահա որը դժվարը որն է, որովհետև մենք ընկերներ ենք, բայց եթե մենք գործի մեջ ենք, ոչ մեկի հետ ներում բեկում չկա, պետքա որակը, չգիտեմ, պրոֆեսիոնալիզմի պլանկան, այդ ամեն ինչը միշտ լինի ճիշտ կետում, ոչ ավել, որ տանի մեծամտության, ոչ պակաս, որ բերի տենց բանի էլի։ Պարզ է։ Շնորհակալություն, պարոն Գալստյան, մենք ձեզ այլևս չենք անհանգստացնի։ Ես գիտեմ, որ դուք շատ խառը աշխատանքներ եք իրականացնում։ Հովհաննես, հիմա խոսենք այս պահին HD դպրոցի մասին, որովհետև հենց այս տարածքում ենք գտնվում։ Դուք ստացել եք թերևս Հայաստանի Հանրապետության լավագույն կրթություններից մեկը մասնագիտական կրթության մասին է, որովհետև ուսանել եք ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի արվեստանոցում։ Միաժամանակ նաև աշխատում եք Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Այդ ամենը մնաց անցյալում, եւ դուք հիմնեցիք ձեր սեփական դպրոցը։ Այո։ Համեմատելով թատերական ինստիտուտի հետ, որովհետև հիմա հատկապես շատ է գնում այդ քննարկումը, որ ինստիտուտը մի փոքր այլ ուղղվածություն ունի, բայց մասնավոր դպրոցները այլ ուղղվածություն ունեն, ի՞նչն է այն կարևոր դասը, որը որ դուք տալիս եք ձեր ուսանողներին։ Ինստիտուտի մասով անպայման չանցնենք այդ թեմայի վրայով, ասեմ, որ ինստիտուտին մենք դեմ չենք, մենք ինքներս ավարտել ենք այդ ինստիտուտը, դուք ես ու շատ շատերը մեր գոլեգաները, ոչ մեկին երբևէ ես ասած չկամ ու չեմ էլ ասի, ինստիտուտը ինչ կա, մի գնացեք, ստեղ մարդ ունենք, ուսանողի տարածքում այսա կծանոթացնեմ, սովորում է ինստիտուտում, բայց մեր սաննա առավոտից իրիկուն ստեղ է, որտեղ էս աուրան իրան դուր է գալի, իր ընկերները, ղեկավարությունը, անմիջական է շփումը ու շատ հաճելի իրենց համար։ Երեխային չես կարող ստիպել, որ ինքը մի րոպե անգամ ավել մնա, դասը պրծավ կփոկվի, չէ՞։ Բայց իրենք դասը վերջը ասում են ժամերով մնում են, կարանք մի քիչ էլ մնանք, ասում են, որ կարակ, չես ուզում մերժես։ Բայց մի կողմից էլ ասում ես, բա որ ծնողները անհանգստանան, բա էս, բա այն, դա երեխա են։ Տենց, ի՞նչն էր հարցը։ Հարցը ինչ եք դուք տալիս ուսանողներին։ Ես առաջին հերթին շեշտը, չեք հավատա, բայց մինչև մասնագիտականին անցնելը դնում եմ մարդու վրա, մարդ։ Շնորհակալություն, Հովհաննես։ Մարդ եղեք սրանով, մարդ եղեք նրանով, իրենք իհարկե ունեն ծնողներ, վստահ եմ բոլորը ստանում են շատ ճիշտ դասյարակություն, բայց մենակ դերասան դառնալու չեն գալիս այստեղ, հա։ Մարդ որ չլինես, հա, լավ դերասան ինչքան գիտենք, որ մարդ չեն, չէ՞, Վահան ջան։ Իհարկե։ Դա պետք է մարդ։ Չգիտեմ, հարգել իրենից ավագին, որովհետև դասարաններ են անդադ գնում, բարձրին հարգել, ցածրին օգնել, ոչ թե խանդել, ոչ թե նախանձել։ Ես աշխատել եմ թատրոնում 15 տարի համարյա, 14 ու ավել։ Չեմ էլ ուզում հիմա վատ տեղ գնախոսակցությունը, բայց միշտ տեսել եմ նախանձ, թշնամանք, բամբասանք, իրար ոտքի տակ քանդել, իրարից չարախոսել, բամբասել։ Ու դա տեսնելով այսօր դուրս եմ եկել ու սերունդ ենք հիմա կրթում, ստեղծել ենք կրթօջախ, հա, կարելի ասել։ Առաջինը նաև առաջիններից մեկը դնում եմ դրա վրա, որ դրա հակառակը լինի ճիշտ։ Պարզ է, հասկանալի է։ Ոչ թե ինչ տեսել ենք, տենց շարունակենք։ Մյուս տարած, ստենդափ կաֆե։ Ստենդափ կաֆեն ինքը անկեղծ ասած չեք հավատա, բայց ես մի քիչ արկածախնդիր բաներ ունեմ։ Սերիալ էինք նկարում, վտանգավոր նվեր, ովքեր դիտել են կիմանան։ Ոնց որ մեր դպրոցի մասին էր հիմնական գիծը, բոլոր լոքեյշնները կան, սրճարան էր պետք։ Սա էլ վերցրել էինք բեմական խոսքի դասասենյակի համար, մասնագետները բեմ խոսքի ասացին Հովհաննես ջան, շտապել ես, պետք է մեզ հետ քննարկել, սա նեղ ու երկար, հարմար չի որպես դասասենյակ։ Բեմ խոսքը ուրիշ տեղ սարքեցինք եւ սա բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն։ Ու սա սարքեցի կաֆե, որ ֆիլմում նկարենք, հետո եղավ իդեա դե հով ջան, սարքել ես, ասենց սիրուն պուպուշ, բա ափսոս չի թող լինի երեխեքի բուֆետը, ասեցի մեծ սիրով թող լինի երեխեքի բուֆետը, դպրոցի։ Թող լինի երեխեքի բուֆետը դպրոցի, օքեյ, թող լինի, սարքեցինք, բան, հետո հասկացանք, որ շենքից հետաքրքրվածություն կա։ Մարդիկ գալիս են, դե պարզա չէ, ոնց որ մյուս գործերում ստեղել են, որ սենց քթիմազի պես ամեն ինչ որ համով լինի, թարմ լինի, պլյուս էժան այդ կին որակ հարաբերությունը իդեպ բոլորն են ասում, որ շատ ճիշտ են անում։
Ու տենց դարձավ սրճարան, մտանք օրինական դաշտ, արդեն ՀԴՄ-ները, բաները, արենդաները, թույլտվությունները, ինչ որ պետք է, դե պետական տարածք է սա։ Տենց ու դարավ սրճարան։ Այսինքն հնարավորություն ունի այստեղից օգտվելու ցանկացած մարդ, ոչ միայն ձեր ենթակայության տակ գտնվող մարդիկ, այլ նաև ուղղակի պատահական անցորդը կարող է գալ այստեղ։ Պատահական անցորդը կարող է գալ այստեղ, ասեմ ավելին, բոլոր պատահական անցորդներին Միշտ այստեղով են անցնում բոլոր պատահական անցորդները։ Բոլոր պատահական անցորդներին էլ եւ առասարակ բոլորին, ովքեր կուզեն փորձել մեր համեղ աղցանները, խորտիկները, սուրճեր հրաշալի ունենք, մի խոսքով կարող են համենալ ստենդափ սրճարան։ Թատրոնի սիմվոլիկան արտահայտող դիմակները։ Ուր են տանում այս դռները, Հովհաննես։ Այս դռները տանում են դպրոցի հիմնական հատված, որտեղ մեր աշխատանքային սենյակն է, կարելի ասել, ադմինիստրացիա կամ ոնց է ասում, տնօրինություն, բայց երեխաների համար էլ հիմնականում կան, նստեն, շփվեն, հանգստանան, մի քաղցր բան ուտեն, սուրճ, թեյ, ջուր եւ այլն։ Այս սենյակն է։ Հովհաննես, այս ամենը եղել է շատ մեղմ, եթե փորձենք արտահայտել, ավերակ։ Շատ մեղմ, հա, բայց ավելի կոպիտ բառեր կան։ Չէ, ուղղակի կատաստրոֆա, քանդու քարապ վիճակից սենց հոտքի կանց։ Որևէ հովանավոր, որևէ մեկենաս չհայտնվեց, չէ, այս ամենի վերանորոգման ընթացքում։ Չես ուզում դու նկարես։ Հա, մի խոսա։ Ընկեր Էլանա, ով դպրոցի տնօրենն է եւ խոսքով այդ ադմինիստրատիվ հարցերով զբաղվողը, լավ եք, չի ուզում խոսա, հատուկ խոսացնում եմ։ Այս իր ոնց որ աշխատասենյակն է եւ բոլոր երեխաների հանգստի սենյակը, ստեղից այս մեր բաներն է, հանդերձարաններն է, տղաների, աղջիկների, ստեղ մտնում ենք պարասրահ։ Այո։ Այստեղ պարի բեմական շարժման դասերն են ընթանում։ Հովհաննես, հարցս իհարկե մնաց անպատասխան, որովհետև դուք այդ ընթացքում Էլայի հետ էիք շփվում։ Որևէ հովանավոր, որևէ մեկենաս հայտնվեց այս ամենի իրականացման ընթացքում։ Գումարային հարցերից խոսելը ամենա ցես համար հետաքրքիրն ու ինտրիգայինն է, ինձ համար ամենաբանը, ընդհանրապես փողը կեղտոտ բան է, չէ՞։ Այդ հարցով հիմա մի հատ կարևորագույն բան ասեմ եւ ամփոփենք։ Այս հարկի վրա ինչ ստեղծվել է, ինչ վերանորոգվել է, բացառապես եղել է իմ միջոցներով, պլյուս ինչ գործում է այստեղ, թե դպրոցը, թե սրճարանը, թե առհասարակ ինչ գործունեություն կա, բոլորը արդեն երկար ամիսներ եւ տարիներ, սրճարանը ամիսներ, նոր է բացվել, դպրոցն ու մնացածը տարիներ, աշխատում ենք մինուսով, այդ ժողովուրդ ջան, որ իմանաք, հանգիստ ելնեք, բա ոնց ես պահում, միայն իմ չգիտեմ, ներկայացումներով, ուրախաղերով, այդ միջոցներով, միայն իմ եկամտի աղբյուրը միայն դա է այս աշխարհում, դեռևս, բայց պիտի դենց անենք, որ իրենք ոտքի կանեն։ Գոնե 0-ով, չէ։ Միհրան ջան, մոռացել է, էլի անունը։ Տենց, հարգելի ընկերներ, ինչ ասեմ, ստեղ ստանոքներն են բարի համար, վարժությունների շարժական, որ տենց հին ձևերով պատերին չենք մխել։ Դասավանդողները ովքեր են, Հովհաննես։ Տիկին Գոհար Թաթյանը, շատ վաստակա, շատ մանկավարժուհի թատերական ինստիտուտից, ինքը վոկալի դասախոսն է, բեմական խոսքի դասախոսները Արմինե Անդրեասյանը, համազգային թատրոնի դերասանուհի, հրաշալի արտիստուհի եւ ուսուցչուհի եւ Ժաննա Հովակիմյանը, էլի հրաշալի մարդ եւ մասնագետ, մեր լավ ընկերը, տարբեր դասարանների, տարբեր արդեն դասախոսներ կան, դերասանի վարպետությունը Մակարը Գալստյան, այն որ ամեն ինչ անում է, Կոմսը, հա, Կոմսը եւ բանը Մուրադը Նադիրյանը, Անուշը Արաքելյան, տիկին Անուշը, նորամիացել մեզ, իսկ բեմական շարժումը Մուրադ Նադիրյանը, տեխնիկային թատրոնի դերասան, էլի հրաշալի մարդ, մեր լավ ընկեր եւ լավ մասնագետ։ Կարևորը երեխեքը ոչ թե սիրում են, խելագարվում են իրենց դասախոսների համար ու այդ ինձ դուր է գալիս։ Ու դա փոխադարձ է։ Իրենք էլ երեխաներին են սիրում։ Շարժվենք առաջ։ Շարժվենք առաջ, ստեղ ենք գնում։ Գնում ենք մեր գործերով, չէ։
Միհրան ջան։ Միհրան ջան։ Բայց ինչու Միհրան։ Ասեմ, Միրաքյանի հետ բանա տալիս։ Մենք երեք միասին նկարահանման էինք, հանուն արդարության դա պետք է ասել։ Այո, մենք մի օր դերասան ենք իրար հետ, մյուս օրը հաղորդավար եւ տնօրեն, ինչպես տեսնում եք։ Երեք մենք դերասան էինք 26 սերիալի 3-րդ սեզոնի նկարահանմանը, որը մարդիկ մեր հեռուստադիտողներն ու հետևորդները կարող են դիտել հունիսի 10-ից շաբաթը 2 անգամ YouTube-ում, HD Production-ի YouTube-յան ալիքում։ Ոչ չէ որ sense գովազները մենք դրա համար ենք եկել Հովանես։ Ոչ, չենք կտրելու։ Իդեպ խոսեցիք հենց նոր YouTube-ի մասին։ Ես ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ հաղորդումը Կիրակի օրը ժամը 12-ից սկսած տեղադրված կլինի, չէին սպասում KTM կայքում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները։ Ձեր հաղորդումը նույնպես այնտեղ տեղադրված կլինի կամ կարող եք մեզ հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան պաշտոնական հարթակներում, որտեղ նույնպես տեղադրված են մեր բոլոր հաղորդումները։ Մեզ մի հատված կտակ դրանից մեր էջերում դնենք ու ուղղորդենք, որ ամբողջականը նայեն ձեզ մոտ։ Ես հիմա հաղորդման աստվածների հետ ճշտեմ եւ պատասխանեմ։ Այո, ամսի 15-ից հետո անպայման կտանք ձեզ այդ փոքրիկ ինֆորմացիան, որպեսզի դուք ինքներդ կարողանաք տեղավորել։ Եվ այսպես։ Եւ այսպես ուր հասանք դասասենյակներից որոշներում դասեր են ընթանում, չխանգարելու համար կարող է չմտնենք, բայց հիմա օրինակ այդտեղ ֆոտոշութ, ֆոտոսեսիա գնում, երեխաների հերթական ֆոտոշութն է դպրոցի, որպեսզի տեղադրվի դպրոցի Instagram-յան էջում։ Հետաքրքիր կերպարային ֆոտոներ են անում։ հասկանալի է։ Խանգարենք մի պահ, բարև ձեզ, կներեք խանգարենք ձեզ։ Խանգարել հնարավոր։ Չեն սպասում հաղորդաշարն է, ձեզ հետ Դավիթը, Միհրանը եւ Հովանեսն են, կպել եմ իրանց, էլի իրեքով ենք։ Բարև ձեզ սիրելի ընկերներ, մեր սաներն են հիմնականում SMM խմբի աշխատողները, դասախոսներից, որոշները այսպես եւ ֆոտոգրաֆը, բարև ձեզ, եղբայր։ Ինչ եք նկարում, երեխեք, երկու բառով։ Ուրախ ֆոտոներ եք անում, ուրախ ենք ձեզ համար։ Լավ, շնորհակալություն, դուք ինչպես եք։ Հեշտ եք աշխատում երեխաների հետ, որովհետև ստանում են լավ կրթություն եւ խնդիրները հեշտ են, չէ՞, յուրացնում։ Խնդիրները արդեն պատրաստ լուծումներով գալիս են։ Ընդհուպ։ Շատ լավ, ձեզ բարի աշխատանքային օր կներեք, սենց անցնենք մենք։ Ուր են գտնվում։ Այստեղ եկեք, համեցեք։ Այստեղ գեղեցիկ սենյակ ենք ստացել, էլի այնց ավերակ տարածքներից, այնց պուպուշ սիրուն դիզայներով, այստեղ meeting room-ա, այնց հանդիպումներ, ժողովներ, այնց փոքր մասշտաբի եւ արդեն հավաքել եմ կրեատիվ խումբ, ինչի համար ես շատ ուրախ եմ իդեպ խումբը հավաքել եմ մեր արդեն ավարտած ամենամեծ առաջին երկու դասարանների սաներից ու միտքը որ հասկացել ենք ավելի ճկուն է, ավելի կարող են համագործակցել, ուզում եմ ասել այդ գովազներում որ ասում ենք լավագույնները կմասնակցեն HD Production-ի պրոյեկտներին բան, այդ ուղղակի խոսքեր Դա ճշմարտություն է։ Դա ճշմարտություն է։ Հովանես, խոսեցինք մի քանի րոպե առաջ նաև ձեր թատերական գործունեության մասին հենց պետական թատրոնում, բայց ես հիշում եմ, որ դուք դուրս եկաք պետական թատրոնից, իդեպ ես նույնպես դուրս եմ եկել պետական թատրոնից, շատ վերջերս։ Երևի թե ես նույնպես փրկվել եմ, բայց դա չէ էականը։ Եվ սկսեցիք շատ համարձակ կերպով քննարկել կանանց եւ աղջիկներին, հետո սկսեցիք քննարկել տղամարդկանց եւ կանանց խնդիրները եւ դերևս առաջինն էիք Հայաստանում, ով բարձրաձայնեց այդ թեմայի մասին։ Հիմա իհարկե շատերն են խոսում այդ ամենի մասին, մոռանալով թե ով է կանգնած ակունքներում։ Չէ, ինչ պետք է ինձ օմթաթ հիշեն ակունքներում, ես եմ արել, կարող ուրիշ աներ։ Առաջինը կամ երկրորդը։ Ինչու ընտրվեց հենց այդ թեման։ Կանանց։ Այո, որովհետև դա հեշտ էր յուրացնելը, դա մարդկանց ավելի էր հետաքրքրելու, թե ձեզ անհանգստացնող թեմա էր։ Ճիշտ ասած, որ ես այս ժանրի մեջ լավ եմ ինձ զգացել, դա առանց գլուխ գովելու եմ ասում, 5-6 տարեկանից երևացել է, որտեղ բազմիցս ասել եմ տարբեր տեղեր, 5-6 տարեկանից ես հարևաններին հավաքում էի ու տենց այդ ժանրի ինչ-որ բաննիկներ էի անում, ուջուր ներկայացնում։ Հետո նենց ստացվեց դե ինստիտուտ, բան, Շահվերդյանի շկոլա, Սունդուկյան թատրոն, ռեպերտուարային ներկայացումներ, Շեքսպիրներ, բաներ, օքեյ, ես այդտեղ վարժվեցի։ Շատ շնորհակալ եմ այդ 14 տարիներին միշտ, դա երբեք ուրանալ, մոռանալ եւ երես թեքել չի կարելի։ Այդ հմտությունը, փորձառությունը, թատրոնի հոտը, կուլտուրան, պահելաձևը, հանդիս
հանդիսատես դերասան փոխհարաբերություն այդ ամեն ինչը յուրացրեցի։ Բայց մեկը փոխվեցի իմ հարազատ ժանրին, որը ասում են լավ է ստացվում ու փոխադարձ ես էլ իրան եմ շատ սիրում։ Դաժե Իրան եմ ասում, որտեվ տենց հոգի ունի ինքը։ Այդպես։ Իսկ կանանց թեման այն առումով, որ մարտի 10-ին էր 14 թվի առաջին ելույթը կլուբում, տենց պույտյուր տեղեր հավաքում ենք, բան։ Այդ մարտի 8 բան միամսյակ այդ թեմայով գրեցինք, էլի երևի տենց սկսեց։ Տեղափոխվենք մեկ այլ տարածք, վստահ եմ էլի տարածքներ կան։ Մեկ այլ տարածք, ես ձեզ շարունակեմ ցույց տալ մեր դպրոցի տարածքը։ Հա, տարածքը։ Մենք եւս մեկ անգամ ներողություն խնդրենք աշխատանքները խաթարելու համար եւ արագ հեռանանք այստեղից։ Գնացինք, այնտեղ հիմա սա ասենց ընթացքային մեր քաստինգի սենյակն է, այստեղ կարելի է, հա, նկարենք քեզ ոչինչ։ Անահիտը համեցեք։ Անահիտը իմ լավ ընկերն է, մեր production-ի կարևոր մարդը եւ շատ ծանոթ կաբինետ է։ Իսկ թե ինչու է ծանոթ, հեռուստադիտողները կիմանան անցիկ 10-ից սկսած հետևելով 26 րոպե։ Գործ համար 26 ֆիլմը նայելու են մեր ամռան ամիսներին։ Ծակեցինք, որ այս գեներալի սենյակն է, չէ՞։ Ոչ, կապիտան։ Օ, կապիտանի ներողություն։ Դուք դեռ կապիտան եք։ Տրդատ, որը անում է։ Բան ջան, ես թված գեներալն ես, դու գլուխ սխալն։ Լավ, սա մեր նկարանման օրեր, sense ընթացքային մեր գործունեության բան գրատախտակն է, այս գինու պրոբկայի մատերիալից պատ են կարել, որ չքանդվի բանը, սենց ասեղներով սիրուն մեր պրոյեկտների դերասանների նկարները հավաքագրենք, ստեղ սենց ժողովներ փոքրիկ, ադմինիստրատիվ բաներ, պլանիրովկաներ, սենց աշխատանքային սենյակ, Անահիտ ջան, բան ունեք ասելու մեր Լավ, շնորհակալություն դուք։ Ամենապոզիտիվ միշտ են նկարահանումները լավ Անահիտը շատ լավ աղջիկ է եւ շատ լավ ընկեր։ Գնացինք։ Եվս մեկ սենյակ խնդրում եմ բացահայտեք մեզ համար։ Տարածք ավելի Այս շարունակվում է մեր դպրոցի տարածքը, սենց սիրուն ձևավորել ենք բնականաբար մասնագետների եւ պրոֆեսիոնալների մասնակցությամբ, դիզայնով, բանով, ամեն ինչ տեղին որակով, սա ոնց որ տանում է դեպի production, encom, production ասվածն էլ ոնց որ իմ աշխատասենյակն է, որտեղ արդեն տենց գովազդային հանդիպումներ, հովանավորային սենց քննարկումներ, բան, այստեղ այս կողմի վրա մեր մասնագիտական առարկայի դասասենյակն է, առարկաների դերասանի վարպետություն եւ բեմական խոսք, ուղղակի հիմա դաս է, խանգարենք թե մի պահ խանգարենք եկեք։ Չէ, եկեք գնանք ձեր աշխատասենյակ։ Ներողություն խնդրենք, արագ սենյակը նկարեք, համոզեցիք մեզ։ Վարեմ։ Մենք ներողություն կխնդրենք։ Բայց կասեք, որ այցելել են Դավիթը եւ Վահան։ Բարև ձեզ։ Ներողություն խնդրենք մի պահ ձեզնից, սենց նկարենք դուրս գանք, հա։ Կարելի է։ Չեք ներվում։ Համեցեք, սա մեր Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Չէ, բացարձակ։ Սկսեք, ինչպես եք։ Այս վարեմ կարելի է։ Անհատական դասընթաց Այս պահին անհատական Ժաննային դե բոլորը ճանաչում են։ Դե որ բոլորը ճանաչում են, պետք է կասնես Ժան։ Էլի շատ շնորհալի դերասանուհի, մեր լավ ընկեր է, լավ մանկավարժ արդեն տարբեր տեղերից, չէ, մարդկաբանակումից գիտի, մարդկաթատերական ինստիտուտից, տարբեր։ Բայց այս պահին էլ Ժաննան բուրըն գործունեություն է ծավալում որպես անհատական արտիստ։ Այս պահին անհատական դասընթաց է գնում բեմական խոսքից, չէ, այս նոր դասարանի աշակերտներից մեկի հետ, Մուրադի հետ, Մուրադ ջան, ողջույն։ Իդեպ Մուրադը նաև օգնում է մեզ ֆիլմի նկարահանումներին, 26-ի եւ ոչ միայն ինքը մի քանի մեր սաներից, նաև այդ առումով են մեզ արդեն օգնականներ գալիս, որի համար շատ ուրախ ենք։ Հրաշալի։ Սա հանդիսատեսի հատվածն է, սա փոքր բեմ է, որպեսզի այս տարիքից իրենք հասկանան Բեմական Ինչա հա բեմը, ինչա կուլիսը, այստեղ իրանց ռեկվիզիտներն է հետևում։ Վերջերս հանձնեցին շատ հրաշալի քննություն,
վարպետությունից արդեն ամբողջական հեքիաթ, պոչատ աղվեսը, այն որ նստած համ հիանում էինք, համ հրհրում էինք, համ շատ լավ էր։ Արդյունքները գոհացնում են եւ ապշեցուցիչ են, բայց իրանք չնայեն հանկարծ չմեծամտան։ Շատ բարի։ Հովանես, այս պահին մեր ծրագրում պետք է լինի կարճատև գովազդային դադար, մենք նաև չխանգարենք։ Կներեք, հաջողություն ձեզ, լավ աշխատանքային։ Շնորհակալություն։ Կհանդիպենք արդեն հաղորդման երկրորդ հատվածում։ Համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր եւ տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մարանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաեւ նորույթ, ապակե փաթեթավորմամբ, կարմիր կծու աղացած պղպեղ, կարմիր քաղցր աղացած պղպեղ, սև աղացած պղպեղ եւ ապակե տարայով սև հատիկավոր պղպեղ, որը հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք արդյոք Մարանիկ ընկերության կարգախոսը։ Ես, չէ, հիշացրեք էլի։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալություն։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա կետչուպները շատ համեղ են եւ կարող են համադրվել ցանկացած ուտեստի հետ, համ որն արթնացնում է ախորժակ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր, տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։ Շատ շնորհակալ եմ եղբայրս։ Հովանը շարունակում ենք բացահայտել HD Production-ի տարածքը, ինչպես նաև ձեզ, եւ հիմա խնդրում եմ ուղեկցեք մեզ, ուր ենք գնում։ Այս միջանցքով գնում ենք դեպի իմ աշխատասենյակ, սա նույնպես շատ վատ վիճակում գտնվող, շատ ճնշող, նեղ միջանցք էր, որ երկար ժամանակ չգիտեինք ինչը լինի այստեղ։ Հետո այդ ծանր բեռը վերցնելով ինձ վրա, որ իմ սենյակը լինի, բայց սա կես կատակ եմ ասում, որովհետև իր մյուս կես լուրջ մասն էլ այնա, որ շատ հետաքրքիր սենյակ է, այն իմաստով, որ նայում է փողոց, Արշակունյաց փողոցին եւ հենց տենց դիմացի հատվածն է շենքի։ Ասացիք, որ այդտեղ լինում են հանդիպումներ, կարևոր նոր գործնական քննարկումներ, կա ինչ-որ նոր բան, որը սպասվում է ձեր հեռուստադիտողներին եւ ձեր երկրպագուներին։ Մեր հեռուստադիտողներին դե առաջիկայում շատ ասեցինք արդեն 26 սերիալի 3-րդ սեզոնն է սպասվում YouTube-ում, հետո անակնկալ մի նոր հաղորդում ստենդափի հիմքով եւ ողնաշարով, որը որ մարդիկ շատ սիրում են, իրենց ասելով եւ դիտումներից ելնելով, նաեւ տենց հետաքրքիր նյուանսիկներով լավ շոու է սպասվում, մենք աշխատում ենք դրա վրա զուգահեռ, որ սերիալը վերջացնենք, աշնանային սեզոնին արդեն դա արտադրենք, իսկ ներկայացումների առումով դեռևս նոր ներկայացումներ չկան, հները մի քանի անգամ կխաղան բոլոր նրանց համար, ովքեր անդադար գրում, զանգում, հարցնում են երբես խաղալու, իսկ նոր ներկայացում հավանաբար նոր տարվա մեջ, հունվար-փետրվար ամիսներին կունենանք, այդպես է գծված, աստված առաջ տեսնենք ոնց կլինի։ Սա իմ սենյակն է աշխատանքային, այստեղ ունենում ենք հյուրեր, չգիտեմ, հանդիպումներ գործընկերների հետ, հովանավորների հետ, ընկերների հետ, ինչու ոչ, տենց մեր լոգոյով YouTube-յան բանով սիրուն դիզայն ենք արել։ Սա իմ առաջին միկրոֆոնն է, եկեք ցույց տամ, այն որ ասում էի 5-6 տարեկանում խաղում էի հանդիսատեսի համար, տենց բան, որպես պարքև հենց չեմ խաղացել, միկրոֆոնը կպցնում էի մագնիտոֆոնին, տենց արդեն տենց պոկված, ջրթված վիճակա, բայց լավ նմուշ է, էլի կարծում եմ գործունեության հետ առնչություն ունեցող, իմ թատրոնը եւ դերասաններին սիրելու մասին ինչ-որ բաներ ուզեք պատմեմ ձեզ Իհարկե, բառով։ ուզում եմ։ Այստեղ շատ կարևոր իմ դարակում բան եմ պահում ես, որը որ կապված է թատերական գործունեության հետ,
Կուզեք ցույց տամ արագ։ Արխիվն է, Արխիվն է, հա։ Դե չգիտեմ, երևի տեղյակ եք կամ ով գիտի, ասել եմ բազմիցս, որ Կարփ Խաչվանյանին եմ ես շատ սիրել, գնացել եմ իր ներկայացումներին, դպրոցական երեխա էի, բայց հասցրեցի մի քանի տարի վայելել իր խաղը։ Սա բոլոր այն ծրագրերն են, հիմա չկա այդ կուլտուրան, առաջ կհիշեք թատրոններում ծրագիր էին վաճառում, այդ օրը ինչ ներկայացումը, ովքեր են խաղում, հա, տեսեք, օրինակ տաքսին է, դերակատարներ, Քիլոյան, Զվարթ, Ադելայիդը գրած է, ովքեր ու որ դերասաններն են խաղում։ Սա Կարփ Խաչվանյանի ստորագրությունն է, այնքան եմ սիրել բոլոր ներկայացումների ծրագրերը տարել եմ, որ ստորագրի։ Ստեղ ստորագրություն ունեմ ախ ներվեր, էլի ստորագրել է, պահանջվում է ստախոս, ես այն երջանիկ մարդկանցից եմ, ով հնարավորություն ժիվոյ տեսել է այդ խաղը, հասկանում եք։ Սա Տոմս, տեսեք, Պարոնյան թատրոնի 91 թե 2 թիվ 25 դրամ փողերի փոխվելու ժամանակ փետրվարի 23-ին Տոմսերը, նույնիսկ օրացույցը հունվարի 23-ը, որ Կարփ Խաչվանյանի ծննդյան օրն էր եւ գրված է այդ մասին, փոկել պահել եմ։ Այդտենց սիրում է իրան ու էլի իր հետ կապված sense տարբեր գրքույկներ, Պարոնյան թատրոնի ծրագրեր, մի խոսքով տարբեր։ Ու արդեն Սունդուկյանից բոլորը թատրոնների sense հին աստվածներինը, սա արդեն մեր կուրսային էլի Կարպի հետ 80-ամյակի հրավիրատոմս մի խոսքով։ Սա արդեն այն ներկայացումներ են, որ ես եմ խաղացել, դիպլոմային աշխատանքները, Վահե Շաբերձյանի բեմադրությունները Սունդուկյանում, որ հանձնել ենք սա կատակերգություններ 4 տարբերակ սիրո տարբերակներ, սա մի ուրիշ հնարավորություն կա այստեղ տեսնելու այսօրվա ամենահայտնի դերասաններին, շատ երիտասարդ տարիքում նաև։ Այո։ Սրանք բոլորը ես պահում եմ որպես շատ թանկ եւ արժեքավոր հուշ։ Հովանես, մի հարց կա եւ այս հարցը տալուց երևի թե պետք է նաեւ փոխվի ինտոնացիան։ Ամեն դեպքում դուք դրամատիկական թատրոնի դերասան եք, չնայած որ հիմա սիրում եք ստենդափ ժանրը, բայց ամեն դեպքում դուք դրամատիկական թատրոնի դերասան եք։ Ես աշխատել եմ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, իհարկե դրամատիկական ժանրի թատրոն այնքը, կոմեդիայի չի, դե կոմեդիան գիտենք Պարոնյան նաև տենց ստացվեց, Վահե Շավերձյանի կուրս ընկա ինքն էր հավաքում այդ տարի ու գնացի այդ ուղղությամբ, բայց ինձ ավելի հոգեհարազատ է կատակերգական ժանրը եւ կարծում եմ դա ինձ մոտ ավելի է ստացվում, թեպետ դրամատիկ դերեր կարող եմ խաղալ իհարկե։ Ցույց տամ ձեզ իմ առաջին տոմսերը, այն որ ասում եք ինչի կանանց թեմայով, որովհետեւ մարտի 8-ին էր։ Տեսեք, այսքան է դե ֆանտազիաս աշխատել առաջին ներկայացման համար 14 թվականներ, սա տոմսն է, կանացի ինչ-որ ֆորմաներով է, սա էլ հրավիրատոմս է, դուք հրավիրված եք, սա հրավիրատոմս է։ Ես հիշում եմ, կլուբնիկը մի ժամանակ 3000 դրամ գմփեցնում էր, կարելի է այդպես ասել։ One man show, հա, կլուբնիկ ենք դրել, որտեվ կլուբում ենք անում, այդ կլուբնիկ։ Այստեղ էլ սենյակ ունենք, սա էլ աշխատանքայինի կողքին, քանի որ առանց պատուհան նեղլիկ տարածք էր մնում, սարքեցինք սենց հետաքրքիր տենց սենյակ ավելի հանգստի, սենյակ ոչ պաշտոնական հանդիպումների համար, աշխատանքային հանդիպումների, այլ տենց ընկերներով հավաքվում ենք, մեկ-մեկ շփվում ենք, չգիտեմ, գարեջուր ենք խմում, ինչ-որ բան ենք նայում հեռուստացույցով, սենց էլի ստացել ենք փոքրիկ սառնարանով, դուք սիրում եք, չէ՞, սառնարանները ցույց տալ։ Չէ։ Եկեք տեսեք, խալադելնիկից մեջը ինչ կա, Վահան ջան, կեչուպ, մեչուպ, ինչ ասես։ Սենց բաներ։ Ինչ, լվացարան փոքրիկ, աղբաման, խմիչքների, գինիների տեղեր, սպասք, դարակներ, օտրված ափսեն պրոյեկտի վերջին, այս երրորդ սեզոնի, հա, գործ համար 26 սենց չի ջարդվում, սովորաբար փշուր-փշուր է լինում, սա սենց մեծ կտոր մնաց մեջտեղին, ասին դե առ մեծ կտորը քեզ, որպես ղեկավար։ Հովանես, մի հարց ունեի ձեզ տալու։ Խնդրեմ Վահան ջան, նստեք։ Եվ ինչպես ասացի, այդ հարցը տալիս պետք է մի փոքր ինտոնացիա փոխվի եւ նաեւ կեցվածք։ Հիմա բեմադրենք դա խաղանք։ Կեցվածքս փոխեմ լսեմ։ Այսպես։ Հովանես, ո՞րն էր այն դերը, որ դուք այդպես էլ չխաղացիք թատրոնում։ Դերը Եթե անկեղծ ես տենց միշտ էլ ես ռեալիստ եմ, էլի հասկանում եմ, որ ես ոչ այն արտաքին տվյալներն եմ ունեցել, ոչ էլ որ ինչ որ տենց
հերոս սիրահարներ խաղամ, գերոյ լյուբովնիկներ, համլետներ բաներ, չէ, սպասումներ էլ չի եղել, ուր մնաց տենց։ Ոչ էլ ցանկություն, անկեղծ ասած, իսկ կատակերգական ժանրում եւ ոչ միայն հետաքրքիր համով դերեր եմ ես սիրում։ Պարտադիր չի գլխավոր։ Բայց Խարակտերային դերեր ես։ դերասանները կհասկանան ինչ կասեմ հիմա, խաղալու բանը լինի մեջը։ Հիմա կասեմ դերասանը ամեն ինչն էլ կխաղա, համաձայն եմ, այտենց պոլիփետ էլ կխաղա, եթե պետք է ու պիտի խաղա, բայց այնպես կա կերպար, չէ՞ որ լիքը խարակտերային կերպարներն են ավելի շատ դուր գալիս։ Ավելի ճիշտ նկատեցիք։ Իսկ համաձայն եք, որ չկան փոքր դերեր, կան փոքր դերասաններ։ Նախապես ասեմ, ես համաձայն չեմ այդ պնդման հետ։ Ես համաձայն եմ, բայց ոչ թե այդ պնդման հետ, այդտեղ երկու բան կա ինձ համար, ու երկուսն էլ ճիշտ են։ Չկան փոքր դերերը, դա ճշմարտություն է։ Կան փոքր դերասաններն էլ է ճշմարտություն, փոքր հնարավորություններով դերասաններ, էլի փոքր ասել։ Բայց այդ իրար հետ կապված բան չի, ոնց որ փոքրը փոքրի հետ բռնցրել ասացվածք են սարքել, ինչ կապ ունի։ Այո, չկան փոքրեր եւ կան փոքր դերասաններ, բայց մի խոսքով ամենափոքր դերն էլ այո կարելի է խաղալ։ Երկրորդ հարկի բացահայտումները համարենք ավարտված։ Մի պահ դադարեցնենք նկարահանումները, տեղափոխվենք 5-րդ հարկ, որտեղ նույնպես մեզ ունենք։ 5-րդ հարկն էլ եք ուզում նկարել։ Եթե մեզ մնար 6-ն էլ կնկարենք, ուղղակի եթերային Մենք ժամանակ։ սկզբանե եղել ենք 5-րդ հարկում, ընդեղից ենք սկսել, հետո տեղակայվել ենք ստեղ, այսինքն ցուցադրելու ներկայանալի մասերը այստեղ են, իսկ եթե ուզում եք մեր հետ կուլիսյան կյանքին էլ ծանոթանալ, գնանք այն 5-րդ հարկ։ ջարդուխուրդ տեղերն նկարենք, գնացինք։ Գնացինք։ Սա մեր շենքի նոր լիֆտն է, շատ շնորհակալություն համապատասխան կառույցներին պետական, որ վերջապես վերանորոգեցին, որովհետև նա նորն էր, սա հինը, ստեղ սովետական էր, ասես դղդղկալով, որ ամեն վարքյան կարող անգնել, էլի։ Հիմա սա է նորը, նա հինը, ու ինչն է հետաքրքիր, ինչի հետ է այս ինչ ոդկա, ուրեմն երբ որ ստեղ սովետական լիֆտ էր, մենք ձևավորելուց, դիզայն անելուց եւ վերանորոգելուց, սա կոծկեցինք, չէր բացվում այս հարկում այդ լիֆտը։ Սա կոծկեցինք մի նկարով, որտեղ մարդա, ով ընկնում է աստիճաններից, սենց խնդալու պատկերեր, բարև ձեզ։ Չէ, դեռևս։ Մարդ է ով ընկնում է։ Մարդ ով ընկնում էր այդպիսի նկարեր։ Հետո դե որ լիֆտը փոխեցին ու արդեն աշխատում է, բնականաբար հանեցինք այսքան հատվածը, բացեցինք լիֆտը։ Մի բանով էլի տենց գեղեցիկ կրուտիտ կանենք նկարչական։ Եկեք բարձրանանք 5-րդ հարկ։ Եկեք բարձրանանք 5-րդ հարկ, այս պահին կդադարեցնենք նկարանումը, կհանդիպենք արդեն 5-րդ հարկում Հովանես։ Շատ բարի։ Հովանես, հասանք 5-րդ հարկ։ Այո, սա մամուլի շենքի 5-րդ հարկն է, որը որ Այնքան էլ բարվոք վիճակում չէ։ Ինչպես տեսնում եք, նաև մյուս բոլոր հարկերը, բացի երկրորդից, ցավոք սրտի, սենց սովետական անմխիթար վիճակում են, այստեղ տարբեր օֆիսներ կան, տարբեր գրասենյակներ կան, մենք այստեղ էլ ունենք սենյակներ, սա արդեն են background վիճակներն է մեր գործունեության, կադրի հետևում տեղի ունեցող գործողությունները, մեր սցենարական սենյակն է, մոնտաժային, հա, մեր հագուստներ, զգեստապահարան ենք սարքել կամած մեծացնում ենք, ռեկվիզիտ, գրիմ, սենց բաներ, տեխնիկական սենյակ, եկեք սցենարական սենյակից։ Սա հենց այն սենյակն է, որը առաջինն էիք վարձակալել այս շենքում։ Ես ցույց կտամ այդ սենյակը, որը մեր առաջին սցենարականն էր, հիմա զգեստապահարանն է։ Հեսա կանցնենք այնտեղ, սա արդեն տղաների համար նոր սենյակ ենք ոնց որ ստեղծել, էլի մեր երանգների, մեր գույների, մեր դիզայնների մեջ։ Համեցեք, սա մեր նախասրահն է։ Լուսավոր, միանգամից տրամադրություն է փոխվում։ Խնդրեմ, Հովանես, կարող ենք երաժշտությունը անջատել, եթե այն այստեղից է լսվում։ Չէ, այստեղ, հա, ներսից հեսա կանջատենք։ Սա փոքր սենց սուրճ թեյի վիճակներ, այս մեր լոգոն նորից, այստեղ ունենք սենց պահարան զգեստա,
գեղեցիկ լուծումներով ներկառուցված, գինը ընդամենը բրոկեր այլ, սենց նախասրա։ Իսկ ներսում արդեն սցենարական սենյակն է, Խաչատուր ջան, ողջույն, ոչինչ որ նկարեն քեզ համեցեք։ Բարև ձեզ Խաչատուր Արաքելյան, իմ ընկերը, իմ գործընկերը, սցենարիստ, այստեղ Խաչատուրը եւ Էդգարն են աշխատում մեր բոլոր պրոյեկտների սցենարական մասի վրա։ Սենց սենյակ ենք ստացել։ Չէ, շնորհակալություն չենք տեղավորվի։ Գրատախտակներ, աշխատանքային, սենց մանրամասն տենց շատ բաներ չկա ցույց տալու, գիտարակներ գեղեցիկ։ Հովանես, մի հարց ունեմ ձեզ։ Հա, լսում եմ։ Սցենարական աշխատանքներ, այսինքն դուք տալիս եք միտքը, տղաները իրագործում են, թե երեքով նստում եք քննարկումների արդյունքում որոշում եք, թե ինչպես պետք է զարգացնել թեման։ Խաչիկ, Համնեց, հա, Համնեց, դե հիմնականում արդեն երկար տարիներ աշխատում ենք միասին, բան, հա, մեկս միտքը չտված արդեն դառնում է մյուսի մոտ ամբողջական։ Օդից բռնում ենք մտքերը, հասկանում ենք, ես գամստե։ Production ուղղվածություն ունի։ Ես Երանի եմ տալիս այն ժամանակներին տղերքներ, ամեն օր երևի ասում եք, էլի Երանի այն ժամանակները, որ դու գալիս ես իրար հետ աշխատում ենք։ Եվ իրականում ես էլ շատ սիրում եմ այս ստեղծագործական աշխատանքը։ Ուղղակի այնքան ընդլայնեցի, ես սիրում եմ, էլի մի քիչ այդ ծանրաբեռնվածությունը գործի մեջ ու դեռ այնքան տեղեր ես մտա, որ ցավոք սրտի շատ ուշ եմ կարողանում միանալ տղաներին հենց ծայրահեղ դեպքերում, պարզա բոլոր սցենարները վերջնական նայել, հաստատել, ռեդակտ բան, սենց անում ենք իրար հետ, բայց արդեն շատ քիչ։ Առաջ եթե օրինակ 100-ից 90% էր, հիմա մնացել է մի 20, որը պետքա վերականգնել անպայման։ Շատ բարի։ Շնորհակալություն Խաչատուր, ներողություն եմ խնդրում, որ խանգարեցինք ձեզ։ Մենք կհանդիպենք վստահ եմ։ Այնտեղ ունենք բանալիներ բոլոր սենյակները։ Կարծիքով արդեն ընդեղ է։ Հա։ Գործ Ամեն դեպքում որը որ բանամ Ուր ենք ուղևորվում։ Մենք գնանք, ուր գնանք։ Ուզեք գնանք նախկին սցենարական սենյակ, որը որ հենց մեր առաջին սենյակն էր, որն էլ դարձել է արդեն զգեստա սենյակ։ Գնացինք։ Սա հենց այն տարածքն է, որը առաջինն էիք վարձակալել, չէ՞։ Այո, ամենաառաջին անգամ, երբ որ մենք եկանք այս սենյակում էինք, եկեք համեցեք։ Առաջ սենց էր, հիմա չենք էլ պոկել, սցենարի արտադրամաս ենք մենք անվանում, բայց հիմա դե արդեն ավելի լավ, ավելի լուսավոր ընդարձակ տեղափոխվեցին տղաները, սա սենց թեթևի մեջ, ոչ շատ գեղեցիկ։ Շատ ծանոթ զգեստներ եմ տեսնում այստեղ։ Աշխատասենյակ, կամաց մեծանում ենք, ընդլայնվում ենք, դե քանի որ ունես արդեն մեծ գործունեություն, վիդեոարտադրություն, սա ներդպրոցի, որ դերասաններ են դառնում ու գալիս են արդեն մեջքիդ հետևից ստեղծագործելու, աշխատելու, մտածեցի, որ պետքա նաև պրոֆեսիոնալիզմի համար ունենանք մեր նաև զգեստապահարան, այս տարբեր տեսակի հագուստներ են, տղամարդկային, կանացի, ռեկվիզիտներ, պարիկներ։ Ձեզնից ձախ շատ ծանոթ զգեստներ եմ տեսնում, թե ինչի մասին է խոսքը չեմ ասի։ Հա, ինքն է այս Վահանի կերպարն է այս հագուստներով նկարահանում, Սմբատը։ Գնանք առաջ։ Պես գնանք առաջ։ Եվ այս փոքրիկ տարածքում իրականացնում եք այն աշխատանքները, որոնք որ Հա, այստեղ մեր սցենարական սենյակներ, դաժե որ բան լինի կտեսնեք, տեսեք, այստեղ մի րոպես էս քաշեմ ես կողմ, բայց կարամ Այստեղ սենց վիդեոլենտա էինք արել 8 հոգու աշխարհահռչակ կոմիկների դեմքերով եւ վերջինը Կարպներ իրենց բան արտահայտություններով ամենահայտնի։ Այստեղ Լուի դե Ֆյունեսն է, ինչպես տեսնում եք, այնտեղ բաննա Միսթր Բին տանջվում եք, Ռոուեն այդ քինսոնի մասին է խոսքը։ Ռոուեն այդ քինսոնի մասին է խոսքը, այո։ Իսկ միգուցե չտանջվեք Հովանես։ Չտանջվեմ բոլորին։ Եվ Դավիթին էլ չտանջենք։ Չտանջենք Դավիթին նույնպես գնացինք։ Ուր ենք ուղևորվելու այս պահին։ Ուղևորվելու ենք այս պահին էլի մեր հին սենյակներից մեկը, որը որ մեր մոնտաժային սենյակն է, մեր վիդեոները եւ ֆիլմերը եւ բոլոր վիդեոարտադրության մատերիալները այդտեղ մոնտաժվում են։ Մի քանի սենյակ այն կողմ համեցեք։ Գնացինք։ Դռները չեք փակում, միշտ բաց են մնում։ Փակում էլ ենք, բայց տենց բոլորս այստեղ արդեն հարազատ մարդիկ ենք, էլի տենց չեմ կարծում մի բան լինի, որ մտահոգվելու կարիք լինի։ Սա մոնտաժի եւ դիզայնի արտադրամաս էր, մեր մոնտաժային սենյակն է, համեցեք։
Արմջան ողջույն։ Ոչինչ որ քեզ նկարեն, չեն սպասում։ Բարև ձեզ։ Գործունեությունն են լուսաբանում։ Արմենը երիտասարդ եւ շատ շնորհալի մոնտաժող, շատ արագ, շատ Կալող։ ճաշակով, նյութով եւ բոլորին ես շատ սիրում եմ մեր ընկերներին, աշխատողներին, սաներին։ Ինձ լավ թիմ ենք, վայ, թութուն ստից բանը, փառք Աստծո։ Եվ Աստված առաջ հույս ունեմ, որ ավելի կմեծանանք ու կընդլայնենք մեր շրջանակները լավ մարդկանցով, այդ շատ կարևոր է։ Դե այստեղ տենց առանձնապես ցույց տալու բան չկա, մոնտաժվում է, 26-ն է մոնտաժվում։ Եթե կադրը 4 վայրկյան առաջ տանք, միգուցե այնտեղ Միգուցե Վահանին էլ տեսնենք, ծանոթ մարդ Միրանը կա։ Սմբատ, եկեք պայմանավորենք։ Սմբատ։ Դե եթե հետաքրքիր է process-ը սենց է գնում։ Ինձ թվաց ես եմ, այս դեսով է։ Բարև ձեզ, ձեր խոնարհ Ինչ ծառա։ նման ենք պրոֆիլից, Գևորգ ջան, տտ խառնում։ Սցենարն է նայում մոնտաժը, ճիշտ գնա դիալոգները, հետո դուբլերը, լավագույնները կպցնում է, հետո կորեկցիա, երաժշտություն, բան process է, որ դառնում է ֆիլմ, դուք նայում եք։ Այստեղ տենց փոքր ձայնագրություններ ենք անում, տենց ձայնային հատված է։ Մտքի ձայներ ասած։ Հա, մտքի ձայներն ենք գրում։ Սենց մեր մոնտաժային սենյակն է, էլի տենց եսի ինչ չի, բայց առայժմ բավականացնում է մեզ։ Այն հին ժամանակներ լոգոն սենց ֆիրմոտ չէինք անում հիմիկվա, պես սենց նակլեյկով ենք կպցրել, էլի։ Որ ժամանակ ինչ հնարավորություն ունեցել ենք, տենց էլ արել ենք, բնականon աճ է դա։ Հովանես ունենք նոր տարածք Նոր տարածք ցուցադրելու։ Ճիշտն ասած, չէ, այսքանն էին մեր տարածքները, մի հատ էլ ունենք տենց պահեստային տեխնիկական սենյակ, կուզեք դա էլ ցույց տանք։ Չեմ կարծում, որ արժե։ Այնտեղ էլ արդեն մեր, չգիտեմ, լույսեր, շտատիվ, կամերաներ, օբյեկտիվներ, չգիտեմ, պահեստային ապրանքներ, չգիտեմ, կաֆեի համար էսի ինչ պահեստա որված։ Հովանես, շնորհակալություն ձեզ հրաշալի զրույցի համար, շնորհակալություն այս բացահայտումների համար, բայց վերջնական ձեզ հաջողություն կմաղթեմ արդեն ներքևում։ Որտեղ հանդիպեցինք, Որտեղ այնտեղ բաժանվենք, Բաքում բաժանվենք։ գնացինք։ Հովանես, դուք նորացնում եք ամեն ինչ, սկսել եք թե շենքից, թե կրթությունից եւ թե թատրոնի հանդեպ վերաբերմունքից։ Շնորհակալություն ձեզ այդ ամենի համար, ես մաղթում եմ ձեզ նորանոր հաջողություններ եւ մշտապես մեզ տալու հնարավորություն, որպեսզի հպարտանանք ձեր ձեռքբերումներով։ Շատ շնորհակալ եմ, որ եկաք, որ նկարեցիք, լուսաբանեցիք եւ բոլոր այն մարդկանց, ովքեր գնահատում են մեր արածը եւ օգտվում մեր մատուցած ծառայություններից։ Ես էլ խոստանում եմ, որ գնալով էլ ավելի բարձրացնենք ամեն ինչը, մոտեցումը, հարգանքը, նվիրումը բոլոր գործերին։ Շատ սիրում ենք ձեզ եւ բոլոր մեր հայրենակիցներին։ Մերսի շատ։ Շնորհակալություն, լավ մնացեք, հաջողություն։ Շնորհակալ եմ շատ, եղբայր։ Система «Органик Контроль» подтверждает безупречную природную чистоту масла «Слобода». «Слобода Органик Контроль» – проверенное качество природного продукта. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез «Слобода». Давайте быть довольными, а не идеальными. Դավիթ, անկեղծ ասած, ես նույնիսկ ուրախ եմ, որ հնարավորություն չէր լինում Հովանեսին իր բնակարանում հանդիպելու, որովհետև դպրոցի տարածքը այնքան մեծ էր եւ այնքան հագեցած, որ հանցագործություն կլիներ այդ ամենը ցուցադրել։ 45 րոպեում միայն դպրոցը բացահայտել։ Շնորհակալություն Հովանեսին ազգանվեր գործի համար, Այո։ սերունդ կրթելու համար։ Իդեպ վնասով։ Ֆինանսական մի փոքր Հուսանք մոտ վնասով։ ապագայում այդ սխալը նույնպես կճշտվի, որովհետև այնուամենայնիվ արդար չէ։ Այո, համաձայն եմ քեզ հետ։ Էներգիա եւ գաղափար Եվ առհասարակ ուսուցիչները պետք է լավ վարձատրվեն։ Այո, միանշանակ համամիտ եմ քեզ հետ Վահան։ Շնորհակալություն Հովանես Դավթյանին, իսկ ձեզ հետ Վահան Միրաքյան։ Ինչպես միշտ Դավիթը Վարդանյան։
Մնացեք հարուցում։ Բայց մինչ այդ չմոռանաք նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին Եվ սեղմել զանգակը։ Մնացեք խաղաղությամբ, ինչպես ասում է մայեստրոն, հաջողություն։